Նարե ջան, այս գցի վրեդ չմարսես։ Ոնց ես։ Շունչդ կարգավորվեց։ Ես Ավրամը կհասնի կգնանք հիվանդանոց։ Ինչ ա եղել, մամա, ոնց ես Նարե։ Հանգստացի վրամ, ամեն ինչ կարգին է։ Փառք Աստծո, ես շուտ եկ ատում, Արմոնել Նարեին շուտ հանեց դուրս։ Ես չեմ հասկանում, ոնց ա ստացվել, որ այդ անտեր գազի փականները բաց են եղել։ Պապա։ Պապան ինչ։ Ինչ եք նայում, պապան ինչ։ Ես ինչի պիտի տենց բան անեի։ Բա ով ա արել սա քո։ Ես որ տնից գնում էի, դու Նարեն էիք մենակ տանը, որ հետ եկա էլի երկուսով էիք։ Այդ փականները փակ են եղել իմ դուրս գալուց առաջ։ Ինչ հրաշքով ամբողջ տունը գազը լցվեց։ Լսի է, ես խելագար չեմ։ Ես խելագար չեմ։ Նարե, դու բան չունես ասելու։ Ես թե էի դրել իմ համար, հյուրասենյակում նստած գիրք էի կարդում։ Հետո պապան եկավ ու ասեց, որ իրեն լավ չի զգում։ Ուզում ա քնի։ Ինքը գնաց սենյակ, հետո մի քիչ ժամանակ անցավ ու ես զգացի, որ ինչ-որ հոտ ա գալիս։ Մինչև հասկացա, որ գազի հոտ ա, ուզում էի գնայի խոհանոց։ Այդ ընթացքում գլուխս պտտվում էր, ինձ լավ չէի զգում ու հասկացա, որ գիտակցությունս կորում ա։ Պապային էի գոռում, բայց արձագանք չկար։ Դրանից հետո չեմ հիշում ինչ ա եղել։ Ես ուղղակի քնած եմ եղել, սենյակում քնած եմ եղել։ Դե լավ էլի, պապա։ Հերիք չի մինչև ուր ես հասնելու։ Ինձ չեք հավատում, հա? Չեք հավատում ինձ։ Պապա, դու ի սկզբանե չես ուզել, որ այս երեխան ծնվի։ Ես այդ ամեն ինչը իմացել եմ։ Դու հասկանում ես ինչ ես անում հլի չծնված երեխու դեմ։ Երանի քնած լինեի ու չտեսնեի, որ դու ես մտնում խոհանոց։ Երանի քնած լինեի ու չիմանայի, որ մենք տանը մենակ ենք։ Մենք երբ հասցրեցինք այսքան օտարանալ, ես չեմ հասկանում։ Երբ այսքան օտարացանք, որ իմ ցավը քո համար մեկ ա դարձել։ Երջանիկ կլիներ, որ հիմա այս երեխուն ինչ-որ բան լիներ։ Ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Լավ, պապ, վերջացրու, հա, խնդրում եմ, ես հիմա ուղղակի ցավից չգիտեմ ինչ անեմ։ Առաջ դու էիր իմ համար թիկունք ու ես ամբողջ աշխարհից քո թիկունքի հետևում էի կանգնած պաշտպանվում։ Իսկ հիմա ինձ ուրիշ թիկունք ա պետք, քեզնից պաշտպանվելու համար։ Սենց ճիշտ չի։ Նարեին պատրաստ եք գնանք հիվանդանոց, մամ։ Ինչ։ Եկել ես միտքդ ավարտես, կիսատ մնաս, չէ։ Չէ։ Եկել եմ, որ խոսանք, հասկանանք ինչ ա կատարվում։ Դե դուք արդեն որոշել եք էլ ինձ ինչ եք հարցնում։ Որոշել եք, որ ես եմ մեղավոր։ Որոշել եք, որ ես իմ թոռան ու իմ երեխու մահն եմ ուզում։ Ինչի տենց չի, պապա։
Պապ, ոչ ես, ոչ մաման ու ոչ էլ Նարեն քո թշնամին չենք, քո վատը չենք ուզում։ Ու չենք ուզում քեզ անիմաստ մեղադրենք։ Դու էլ գիտես, որ խնդիրներ կան։ Մեկ-մեկ անում ես բաներ, որ չես գիտակցում։ Տես, ես չեմ ասում, որ դու դիտավորյալ ես այդ ամեն ինչը անում։ Գիտեմ, որ չես գիտակցում, հետո չես հիշում, բայց փաստը մնում է փաստ, որ անում ես բաներ, որոնց լրջությունը դու չես հասկանում։ Երեք Նարեն շատ վատ էր, որովհետև այդ աղջկան այնց է իր հրել, որ քիչ էր մնում ընկներ։ Այսօր էլ ես։ Ես ախր չեմ հիշում, որ Նարեին հրել եմ։ Իրոք չեմ հիշում, Վրամ։ Ինչա մտածում ես, որ ես ձեզ համար վտանգավոր եմ, հա? Պարզ հիշում եմ, գնացի խոհանոց, ջուր խմեցի, եկա պառկեցի ու հետո չեմ հիշում, որ որևէ ուրիշ բան արած լինեմ։ Պապ, եթե այս առաջին դեպքը լիներ, ես կհավատայի, որ Նարենն է եկել բացել ու չի հիշում։ Կհավատայի, որ չգիտեմ, անծանոթ ինչ-որ մեկը մտել է տուն, այդ փականները բացել ու դուրս է եկել։ Կհավատայի, որ Իրան է բացվել այդ անտեր փականները։ Բայց այս առաջին դեպքը չի ու ցավոք սրտի ոչ էլ վերջինն է լինելու։ Ես արդեն իրոք չգիտեմ ինչ անեմ։ Իմ համար այս վիճակը շատ ծանր է ու ես ոչ մի ելք չեմ գտնում, հասկանում ես։ Ես էլ մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ով է Նարեի երեխու հերը։ Բայց այդ քո մոտ ինչ-որ կպչուն միտք է դարձել ու շատ վտանգավոր է դա, պապա։ Դու հիշի, որ ով ուզում է լինի հերը։ Հիշի, որ քո թոռն է, քո աղջկա երեխեն է։ Իմ ու քո միսն ու արյունն է այդ երեխեն։ Դու սրա վրա կենտրոնացի, ոչ թե ուրիշ բաների։ Ես չհասկացա հետս ինչ կատարվեց։ Փաստաբանի զանգից հետո ուղղակի ինձ կորցրի։ Անցյալս աչքիս առաջ եկավ։ Ես Սաքոյի պատճառով իմ ամբողջ կյանքն եմ կորցրել։ Իսկ հիմա երեխուս եմ կորցնում։ Ինքն իր երեխու կորուստն էլ ինձ չի ներում։ Երբ որ այդ տնից դուրս էի գալիս, Անիկը հղի էր։ Ու հետո կորցրել է երեխուն։ Ինքը երևի հենց դրա վրեժն է փորձել լուծել։ Սաքոն շատ հիշաչար է։ Սաքոն սարսափելի կերպար է։ Ուղղակի չգիտեմ ինչի ես փորձում եմ իրեն խնայել։ Ես եմ ասել Հայկին։ Ամեն ինչ պատմել եմ ու չեմ փոշմանում։ Եվ քո կյանքի ամենամեծ սխալն ես արել։ Իսկ ինչ սխալ կար դրա մեջ։ Եթե վաղուց պատմած լինեի, հիմա չէր կարողանա տունս ու ընտանիքս ներսս քանդել։ Մի օր պիտի ասեի, չէ՞։ Մի օր Հայկն ամեն ինչ իմանալու էր։ Ինչ սխալ բան եմ արել։ Քո կարծիքով ես Սաքոյից պիտի վախենայի։ Հա, պիտի վախենայիր։ Որտեվ արունն է թափվելու, քո արունն է թափվելու։ Ինչ էիր մտածում, որ Հայկին զանգում էիր։ Սրտիցդ քարանգ է։ Իսկ չես մտածում, չէ, ով է պատասխան տալու քո Սաքոյի չլուծված հարցերի համար։ Հայկն իրավունք ուներ իմանալու ճշմարտությունը։ Ես այն հարցն է, որ պիտի լրիվ ուրիշ կերպ մոտենալ, բայց դու առիթդ բաց չթողեցիր։
Մի րոպե չեմ կասկածում, որ Հայկը արդեն Հայաստանի ճանապարհին է։ Ես արդեն պատկերացնում եմ աշկերի դեմը ոնց է սևացած։ Ինքն էլ այնքան արդեն ցավ ունի սրտի մեջ, որ ոչ մի բանի առաջ չի կանգնելու։ Քեզ թվում է Վրամն է հանգիստ կանգնելու ու նայ Հայկը ոնց է Սաքոյի հարցերը լուծում։ Չէ, այս հարցը ջարդվելու է Նարեի, Վրամի, Հայկի, Սոնայի, բոլորի գլխով։ Լավ ես արել։ Հայկը եթե Միքոյին էլ ասեց, հետ տղուն է կանգնացնել չլինելու։ Մեկը մյուսին սպանելու են, էլ ոչ մեկ չի կարանալու դեմներ առնի։ Գոհ ես, ես էր քո ուզածը։ Դե պատմի, չեմ դիմանում։ Լիլ, ոչ մեկը չպետք է իմանա, թե ով է Նարեի երեխու պապան։ Էդ այն հարցն է, որ ամենամիամիտ մարդն էլ պարզալ պիտի գիտակցի, որ ոչ մեկի չպիտի ասի։ Ուղղակի մի քոն 3 հարցեր էր տալի, երևի ինչ-որ բաներ կասկածում։ Ոնց թե կասկածում է։ Հայրեգ ինչ-որ հարցեր էր տալիս, բայց ես էլ ոչինչ չգիտեի, որ ինչ-որ բան ասեի։ Լիլ, հիմա արդեն գիտես, խնդրում եմ ոչ մի բան չասես, առանց էդ էլ Նարեի պապան ամեն ինչ անում է, որ այդ երեխեն լույս աշխարհ չկա։ Մենակ նրա համար, որ այդ երեխեն Հայկո երեխեն էլ է։ Արմոյի հետ ամուսնությունը միակ տարբերակն էր, որ հղիությունը կարողանանք պահել։ Չգիտեմ, բայց համենայն դեպս Հայկը պետք է էլի իմանա։ Առավել եւս, եթե դու գիտես ու իրեն չես ասում, հաստատ չի ներելու քեզ Սոն։ Հայկի մասին կլինի չխոսենք։ Ես էլ Նարեն էլ 1000 անգամ փորձել ենք Հայկին ամեն ինչ ասել, բայց Հայկը մեզ լսել անգամ չի ուզում։ Նարեն էլ արժանապատվություն ունի, էլ չի ուզում ոչ մի բան ասի Հայկին։ Լուրջ եմ ասում, մարդ պետքա պոպկորն սարքի, նստի ձեր տան սերիալը նայի։ Ինտրիգներ, դրամաներ, ինչ-որ պատմություններ, անգամ տատուս նայած սերիալներ է տենց չի։ Լիլ, խոստացի, որ ոչ Հայկին, ոչ Միքոյին ոչ մի բան չես ասի։ Հանգիստ տեղը չեմ ասի։ Դե պարզա, որ չեմ ասելու։ Ուղղակի սենց ճիշտ չի։ Ինձ էլ հետդ հանցակից ես դարձնում։ Ալո, Ալո, Սոնա, բարև ձեզ։ բարև, դու Վրամի հետ ես։ Չէ, ինչ որ բան է եղել, մի տեսակ է ձայնդ։ Սոնա, խնդրում եմ, հարցեր մի դուր, ուղղակի Վրամին վերցրու ու գնացեք քաղաքից։ Ինչ։ Վրամին վերցրու ու գնացեք թեկուզ մի քանի օրով, եթե հնարավոր է, Նարեին էլ վերցրեք ձեզ հետ։ Մի րոպե, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում, ինչ է եղել։ Ուղղակի արա այն, ինչ քեզ ասում եմ։ Շատ հնարավոր է, որ հիմա Հայկը գա Սաքոյի հետ հաշիվներ պարզելու։ Հայկը գիտի թե ով է սպանել իր հորը։ Ճիշտ կլինի, որ հիմա դու Վրամ ու Նարեն քաղաքում չլինեք, որ նոր աղետ չդառնա։ Մի րոպե, ոնց է իմացել, ինչ է կատարվում։ Փրկի Նարեին ու Վրամին։ Չգիտեմ ինչ կլինի։ Ես չեմ ուզում, որ այդ ամեն ինչի համար պատասխան տան մարդիկ, ովքեր մեղավոր չեն։ Միքոյին էլ անպայման կասես։
Հա, ինչ եղավ, ինչ էր ասում։ Լիլ, ես քո օգնության կարիք ունեմ։ Հա, խնդիր չկա ասա։ Լիլ, ես էլ չեմ հասկանում ինչա կատարվում, բայց պետք է այնպես անենք, որ Միքոն ու Վրամը քաղաքում չլինեն։ Հա։ Արի դուրս գանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Մեր հաշիվը կբերեք։ Ոնց ես։ Չգիտեմ։ Անհանգիստ եմ, անընդհատ պապայի արածի մասին եմ մտածում։ Արա դե ընդունենք թե չէ, պիտի հասկանանք, որ պապան լավ չի, խնդիրներ ունի։ Հա, ուղղակի այդ լավ չլինելը մենակ իմ վրա է ազդում։ Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ դիտավորյալ է անում, որ ամեն ուզածին հասնի։ Չգիտեմ։ Ինքը հենց սկզբից էլ չէր ուզում ես երախան։ Եթե կուզես, կարամ քո համար տուն վարձեմ, գնաս առանձին ապրես։ Մինչև ես էլ հասկանամ ինչ եմ անում։ Մամային կամ Սոնային էլ կասեմ, որ գան մոտդ մենակ չլինես։ Խմի։ Ինչ օգուտ։ Եթե ոչ մի կերպ չի օգնում, ինչի համար խմում։ Սա քո փորձի հիշել ինչ ա եղել այսօր։ Հանգիստ հերթով հիշի։ Անիկ փորձում եմ, բայց ես չեմ հիշում, որ այտենց բան եմ արել։ Ինքան եք ասել վատ ես, որ ես արդեն հավատում եմ նրան։ Ինքս ինձնից վախենում եմ, Անիկ արդեն։ Տեղերը խմեցի, ուզում էի պարկեի, լալան զանգեց։ Անիկ, ուր այն նամակը, որ դատարանից բերել են մեր տուն։ Ինչի համար ես հարցնում։ Լալան զանգել էր ինձ էր մեղադրում, որ իմ պատճառով կորցնում է ինքը իր երախուն, բայց ես ոչ մի պատասխան չեմ գրել, չեմ ուղարկել ոչ մի բան։ Անիկ։ Ինչ։ Դու ինձ բան չունես ասելու։ Հա, արել եմ։ Քո փոխարեն ես եմ գրել ու չեմ փոշմանում։ Անիկ ցնդել ես դու։ Քեզ ով է իրավունք տվել իմ փոխարեն պատասխան գրելու, կամ ինչ ես գրել։ Գրել եմ այն, ինչ մտածում եմ։ Այն, ինչ կա իրականում։ Միջև կոկորտս արդեն կուշտ եմ։ Իրանից էլ, իրա սարքած պատմություններից էլ։ Չէ, դու իրոք չես հասկանում, հա? Այդ նամակը ինձ էր ուղված, ինձ։ Իմ փոխարեն դու ինչ-որ որոշումներ ես քեզ ու քեզ կայացրել, գրել, ուղարկել, պատասխանել, մեջտեղը լալայի երեխեն կա, հասկացի։ Ինչ իրավունքով ես արել, Անիկ։ Մի գոռա, հա? Լալա երեխուց բացի, իմ երեխեքն էլ կան։ Ու եթե ես ինչ-որ մի բան եմ անում, առաջին հերթին իմ երեխեքի մասին մտածելով եմ դա անում։ Թող իրերը հավաքի ու գնա այնտեղ, որտեղից եկել է։ Այ քեզ բան։ Զոհի դիմակահակած բոլորիս մատների վրա խաղացնում է։ Հա, արել եմ ու չեմ փոշմանում իմ արածի համար։ Պետք լինի, էլի կանեմ, սա քո։
Լալան սարսափելի կերպար է դարձել ու դրա մասին բոլորը պիտի իմանան։ Հենց հարցը իր երեխուն ա վերաբերում, բոլորս իր ուզածով պիտի անենք։ Բայց երբ հարցը մեր երեխեքին ա վերաբերում, մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, տենց չի Սակո։ Լալան հենց եկել է Հայաստան, դու քո երեխեքի հետ լեզու չես գտնում, տենց չի։ Ինչ ես ուզում անել իր համար։ Ինչի համար, որ տունդ հիմքից քանդում ա։ Ես դա թույլ չեմ տա Սակո, թույլ չեմ տա։ Քանի օր այդ թղթերը դարակիդ մեջ դրած էր ու դու չէիր կողմնորոշվում ինչ անել։ Ես քեզ օգնել եմ, որ դու չսխալվես։ Այդքան բան։ Նարեջան, այս պահին վիճակը լարված է։ Ու դա պտուղի վրա էլ է անդրադարձել։ Դրա համար քեզ պետք է հանգիստ։ Երկարատև լարվածությունը արդեն կարող է վտանգավոր լինել։ Շատ լավ, ես կանեմ նենց, ոնց դուք ասում եք։ Այստեղ մի քանի դեղ եմ գրել, ընդունման կարգը կբացատրեմ, բայց կարևորը քեզ անկողնային ռեժիմ է պետք ու հանգիստ։ Լավ։ Բժշկուհի ջան, իսկ Նարեի հետ ամեն ինչ նորմալ է, հենց Նարեի երեխու չէ։ Մենք բոլոր անալիզները վերցրել ենք, բայց ոչինչ չեմ կարող ասել, մինչև պատասխանները չստանանք։ Հասկացա։ Լիլիմա պետքա մի բան մտածես, թեկուզ մի բան խափես, բայց դուք պետքա քաղաքից գնաք։ Նենց հեշտ ես խոսում։ Միքոն էլ տենց հեշտ եկավ, հա։ Ոնց պիտի խափեմ։ Ոչ գիտեմ ուր ենք գնում, ինչի համար ենք գնում, ումից ենք փախնում, ինչքան ժամանակով։ Հետո Լիլ, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց ուրիշ տարբերակ չկա։ այնքան ծիծաղեցիքով վրա իմ գլխին եկավ, դարձա ձեր տան սերիալի աղջիկներից մեկը։ Ինչ չէի տեսել, տեսա, ինչ չէի լսել, լսեցի։ Անիկ, բայց դու ոչ մի անգամ Լալայի հասցեին այս տոնով չես խոսել։ Հասկացանք, Լալան սխալ է արել, բայց ես էլ եմ արել։ Ու այդ ամեն ինչը մի կողմ տնենք, մեջտեղ երեխու հարց կար։ Երեխու հարցներ։ Ժամանակին էլ ես իմ երեխեքի համար եմ պայքարել։ Եթե դու մոռացել ես, ես երբեք չեմ մոռանա։ Իմ սրտում դեռ բաց վերքի պես այն երեխան, որը տենց է չծնվեց։ Հենց Լալայի պատճառով։ Ու կարոս էլ որ այսօր չկա, Լալայի արարքների հետևանքն է։ Հիմա էլ ընկացավ Ռամի ու Նարեի հետևից, թող չմտածի, որ իր արարքները անպատասխան կմնան։ Ես պատրաստ եմ ամենաստոր քայլին գնալ, մենակ թե ինքը հեռու մնա մեզանից։ Իսկ եթե հիմա սիրտդ ցաված, ես էլ չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Լավ, Անիկ, վերջացրու էլ մի շարունակի։ Եղածը արդեն։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս, դու իրավունք չունեիր իմ փոխարեն ինչ-որ բան գրեիր, ուղարկեիր։ Դա նշանակում է, որ դու իմ գլխի վրայից թռել ես, Անիկ։ Դա ճիշտ է։ Իսկ ով ա որոշել, որն է սխալ, որն է ճիշտ։ Սա պատերազմ է, Սակո։ Իսկ պատերազմում բոլոր միջոցները արդարացված են։ Հայդեպ, այս խոսքերը քո քուրն է ասել։
Վրասոն։ Վրամ ուր ես։ Նարեին էի հիվանդանոց բերել, հիմա տուն եմ գալիս։ Դու տանն ես արդեն։ Հիվանդանոց։ Նարեն ո՞նց է։ Լավ է Նարեն, կգամ կխոսենք սոն։ Հա, տանն եմ, արի, ես էլ քո հետ խոսելու բան ունեմ։ Լավ, ճանապարհին ենք արդեն։ Նալեն ոնց եղավ անեկտը։ Մի քիչ թույլ էր, շուտ պառկեց։ Կարող է ուրիշ բժշկի մոտ էլ տանենք։ Չէ, իր բժիշկը շատ լավ մասնագետ է, պետք չի։ Որ խնդրեմ ինձ էլ թեյ կտաս։ Հա, իհարկե, հեսա կբերեմ։ Այս էլ քո թեյը։ Դե ես դարձա քո են կանչեմ։ Նայ կավ։ Այս մենակ մենք ենք թեյ խմելու։ Դե Վրամը տանը չի, կիններ ինչպես միշտ սենյակում ապակվել։ Բան Նարեն։ Նարեն այդքան էլ լավ չէր, պարկեց քնելու։ Բարձա։ Չի ուզում ինձ հետ նույն տարածքում լինի։ Լավ էր, սակո։ Էլ մի շարունակի Անիկ։ Եղավ։ Հայկ, բարև, ես ուր ես կորել։ Բարև Միկո։ Ամբողջ օրը ուզում էի հետդ կապնավեի, բայց չէի կարողանում։ Հա, խառնեմ։ Ինչ կա դու լավ ես։ Լավ եմ։ Հայկով Վարոյի թեման փակեցին։ Գիտեմ, որ այս թեման անընդհատ քեզ անհանգստացնում էր։ Այդ ում որ բռնել են ոչ Ադամյանների հետ կապ ունի, ոչ Արնոյի։ Քերնը իր հերթին ա ճշտել, այնց որ կարաս հանգիստ լինես։ Էլ հանգիստ լինել չկա Միկո։
Այսինքն Ժամանակը կգա կհասկանաս։ ինչ պետք է հասկանամ։ Միքո, հիմա տեղս մի քիչ հարմար չի, հետո կխոսանք։ Հայկո, ուր ես որ հարմար չի։ Բարի գիշեր, լավ։ Չգիտեմ ինչի են բոլորը քեզ կասկածում ձեզ սակո։ Բայց ես մտածում եմ, որ դու տենց բան չես անի։ Ոնց կարելի է քեզ չհավատալ։ Քո ընտանիքի անդամները ոնց քեզ չեն հավատում։ Ես մտածում եմ, որ այդ աբսուրդ է։ Դու տենց բան չէիր անի։ Այս ձեները, այս երախուձեները ասեք թող կտրեն։ Ինչ ձենձած սակո, ինչ երեխա, ստեղ ոչ մի երեխա էլ չկա։ Լացի ձենը, երախու լացի ձենը ասեք կտրին, թող կտրեն, երախու լացի ձենը։ Աշոտի թորի ձեզ սակո։ Դու գիտես չէ, որ Հայկը այդ երեխու միջոցով Աշոտի վրեժն է լուծում։ Լացի ձենը, այդ երախու լացի ձենը կտրեք, Անիկ, կտրեք։ Ինչ անենք Սակո համաձայնած։ ինչ ա եղել, հանգստացի։ Հեռու գնա, Անիկ, հեռու գնա։ Ինչ ես անում, հանգիստ։ Սակո հանգստացի։ Դու էլ ես դրանց կողմն անցել, Անիկ։ Ում կողմ, Սակո ինչ ես խոսում, հանգստացի։ Դու դրանց կողմն ես անցել, Անիկ։ Աշոտի կողմն ես այդ երախու լացի ձենը կտրեք։ Արմո, ինչ ես կանե, գնա դանակը վերցրա ձեռքից։ Անիկ։ Հանգստացի ձեզ սակո։ Մամա ինչ ա եղել, ինչ ա կատարվում։ Մամա արա մի բան, ուր է պապայի դեղերը։ Հանգստացի ձեզ սակո։ Ձեզ սակո։ Սոնա ինչ եղան։ Նեղել է բրել։ Ախ, այդ ձենը կտրեք։ Ոչ մի ձեն չկա ձեզ սակո, հանգստացի։ Ինչ լավ է, որ եկար։ Ես չեմ եկել ստեղ քեզ մխիթարեմ։ Եկել եմ հետդ խոսամ։ Աբո ես այնքան վատ եմ երդվում եմ։ Դու ինձ համար էիր փոխանցել։ Զանգում եմ չեն պատասխանում։ Ես այսքան վատ չեմ եղել անգամ այն օրը, երբ Սակոն ինձ տնից դուրս հանեց։ Բայց հույսս չեմ կորցնում։ Դու ինձ կօգնես, չէ՞։ Ես վստահում եմ քեզ, մենակ դու ես իմ կողքին կանգնած եղել, ինձ կօգնես։ Ես քեզ օգնել էի։ Ու օգնել էի այնքան, մինչև մենք իրար հասկանում էինք։ Քեզ մի անգամ բան էի խնդրել։ Էլ հիմա ինչի օգնեմ։ Ես դիտավորյալ չեմ արել։ Ինչ կապ ունի ոնց ես արել։ Փաստը մնում է փաստ, որ արել ես։ Հայկի ձեռքով Սակոյից վրեժ ես լուծում, կհանգստանաս այտենց դու։ Ես կխոսեմ Հայկի հետ։ Չէ, դու չես խոսալու Հայկի հետ։ Ես քեզ ընդհանրապես արգելում եմ։ Հայկի, Միքոյի, Սոնայի հետ ընդհանրապես շփվես ու ինձ էլ չզանգես։ Բայց ես Բայց ինչ։ Չի կարելի կեղտոտել այն աղբյուրը, որից ջուր ես խմում։ Բայց դու էդ արեցիր։ Ինչ ասեմ։ Շարունակի նույն տեմպով, բայց իմ երեխեքից հեռու մնա։ Հաջորդ անգամ մեր խոսակցությունը սենց հանգիստ չի լինելու։ Աբա, սպասի, խնդրում եմ։